I don't know, if I'm in a podcast, everybody's looking at me. Բայց Կարամ, բայց զանգ եկավ։ այդ մոմենտը մեր կյանքի մեջ։ Որ մոմենտը։ 101 ամենալավ ռեստորանների մեջ ենք մենք Լոս Անջելեսում, Mini Kebab-ը։ Պապան բանակի փողերն էր։ Ահա։ Ագրեսիվ մարդ էր։ Ասաց պապան, արի ես քեզնից բիզնես առնեմ։ Իրանք չեն ուզի մի 100,000, 200,000, իրանք կուզեն միլիոններ դնեին, որ մի 10 հատ բացեին։ Նայ ոնց է համոզում։ Բայց դա չեն կանգնել։ Ուզում ենք մի 30 հատից 100 հատ բացենք սրանցից իրանց հետ։ Ապագա միլիոնատիրոջ հետ եմ նստած։ Ես գիտեի մենք համով ճաշ ունեինք։ Դες ռեստորանը մեջը արդեն 1000 անգամ փոխել եմ։ Իսկ մաման պապան չէին ասում, տղա ջան, ինչ ես անում, մեր արած դրածը եկել ես։ Մարդկանց հետ լավ եղի, productive-ն դժվար եղի։ Ես այսօր որ եկա Արսենին իր համակարգներ դուս տալի, էդի շատ սիրեցի, որ կարա մարդը գա օրդեր անի, միանգամից տիկետ գա, որ տենց առաջ անգնում բիզնեսը։ Ուտելու ձևը փոխվեց։ Մարդիկ վռազն, չէ՞։ Մարդիկ ուզում են մի բան, որ կանեն վռազ ուտեն այդան։ Ես շատ եմ սիրում ուրիշ մարդկանց ճաշը ուտել։ Ես տենց եմ սովորում։ Մինի քեբաբը դժվար է ուտել։ Չէ, որ եկանց դե մի քիչ դժվար էր 1987-ին ուզում էր մի բան տեղցեն, որ կարային մեզի լավ նայեն։ 3 տարեկանից մամայի հետ ես տորթ էի տխում։ Հիմա ես խոսում եմ ու փշակաղում եմ լուրջ։ Հիմա 3 օր աֆ եմ ընդունել, որ իր հետ կանամ լավ ժամանակ։ Օ, տեսեք, կնոջ համար զիջողության է գնացել։ Պետք է ինքը Korean Times-ի մեջ մեր մասին գրեց։ Այ մոտենում ենք հրաշքին, հետո ամենալավ ծախողը, բայց մեր լուլը քեբաբը։ Բա ինչի այսօր չեք վերել ձեր հետ, որ ես փորձեմ։ Փանգենք այսօր։ Բա այդ մարդիկ ինչ պիտի ուտեն։ Ամենամեծ դեմոգրաֆը կլի կորեացին, ճապոնացին, թայվանիզ, չայնիզ, հավի խորովածը։ Ինչ խոսում չեմ հասկանում։ Այնտեղ բան է, ոնց ասեմ։ Հասկացանք, եթե ուզում եք մինի քեբաբը գա ձեր տուն, ապա գումար հավաքեք։ Ողջույն հարգելի ընկերներ, դուք կրկին դիտում եք մենյուեյը, իսկ դա նշանակում է, որ տեսնում եք կրկին ինձ։ Իսկ ես Մերի Մակարյանն եմ, շատ ուրախ եմ ողջունել իմ հերթական հյուրին այստեղ։ Գիտեք, գնալով ինձ դուր է գալիս իմ ծրագիրը եւ թեմաները առավելապես, ինչի մասին մենք խոսում ենք։ Մեր համայնքում կա մի հետաքրքիր տեղ, որտեղ կարելի է համեղ հաց ուտել։ Եվ այսօր միասին ենք բացահայտելու, թե ինչպես է ծնվել գաղափարը եւ այսօր ինչի են հասել նրանք։ Արմեն Մարտիրոսյան, նա արդեն այստեղ է, բարև ձեզ։ Արմեն ջան, սկզբից որ ասում ենք մինի քեբաբ, օրինակ ես սովորական մարդ, որը շատ հեռու է ուտելիքներից, պատրաստելուց եւ այլն, ինձ համար ես պատկերացնում եմ մի տեղ, որտեղ կարելի է գնալ ուտել փոքրիկ քեբաբներ, բայց դա ունի շատ մեծ պատմություն, ծավալուն, ինչի մասին էլ այսօր ուզում եմ որպեսզի զրուցենք ու մեր հայրենակիցներին ներկայացնենք ձեր գործունեությունը։ Դուք որտեղ եք ծնվել։ Burbank, California, ստեղ։ St. Joseph's Hospital, ստեղ։ Մի երկու մայլ աստեղից։ Գլենդելում մեծացած, բայց Mini Kebab-ում էլ մեծացած։ Ոնց հասկացա, արդեն ձեր ընտանեկան բիզնեսն է, ձեր ծնողներն են սկսել զբաղվել դրանով, թե ինչպես է պատմությունը։ 1987 թվին Պասկայի մարդ Արա ինքն էր հետևը mechanic shop ուներ։ Հենց այդ տեղում Գլենդելում։ Հետևը mechanic shop ուներ, դեմն է Mini Kebab-ն էր։ Ուզում էր պատառով հաց ծախել մարդը։ Այսինքն անունը ինքն է դրել։ Ու այդպես գնացել է։ Mini Kebab, ցանկություն եղել է փոխելու։ Մտածել էի, բայց անենց անունը, որ ինչ որ մի բանի մասին մտածում եմ, 20 տարի հետո եմ մտածում, որ ոնց կընդունվի։ Շատ եմ սիրել անունը, չէի կարա փոխեի։ Իրանք չէին ուզում փոխեին, մաման, պապան արդեն նորմալ բան էր իրանց համար, եկան մտան, սկսեցին աշխատացնել են։ Տենց մարքեթինգ բան չկար։ Բայց որ ես եկա, ես մտածում եմ, օքեյ, անունը կարանք փոխենք, բայց հազարձևով գցեցի, բռնեցի։ Ավելի լավ է նույնը մնա։ Լավ, սկսենք պապայի մամայի գալուց, եկան Արայի մոտ, այդ մարդու, ով որ ստեղծել էր, որ ետևը մեխանիկ շոփ ուներ։ Արան ինքն էր ստեղծել, բայց հետո մի 5-6 տեր ուներ Mini Kebab-ը։ Մինչև պապան մի 3-4 հոգու հետ աշխատեց, հետո վերջի մարդու հետ որ աշխատեց, ասաց պապան, արի ես քեզնից բիզնես առնեմ։ Բայց ձեր հայրը սիրում էր պատրաստել, ինչու հենց այդ բիզնեսը որոշեց վերցնի։ Պապան բանակի փողերն էր։ Ահա։ Ագրեսիվ մարդ էր։ So 1000 հոգի չի կարող աշխատի ինքը։ Ինքը պետք է կոնտրոլի մեջ լինի։ So այդ փոքր տեղը իր համար perfect է, because ուրիշ մարդ չէր աշխատել հետ։ Ինքը կլներ եւ մի երկու հոգի, ամենա շատը։ So այդ մոմենտով կարող 100% կոնտրոլ ունենալ։ Հետո մաման եկավ իր այդ
սկսեց աշխատել, դա իրանք էին մնաք 10 տարի իրանք էին։ Ես 6 տարեկանից այնտեղ եմ մինիքաբավ եմ փաթաթում։ Ինչ էին պատրաստում papan ու maman այնտեղ։ Չիկինկևներով ամեն ինչ սարքում էին։ Խաշ էին սարքում, այնպես բաները, որ մենակ հայերի համար էր։ Օտար չկար։ Բայց այդ փոքր տեղում խոհանոցը ամեն ինչ այդտեղ էր, չէ՞, իրանք այդտեղ են։ Բայց զբաղված չէին այդքան։ So այնպես էր որ կարային հասցնում էին, հա։ Հասցնում էին մենակ երկուսով։ Օտար չկար, մենակ հայ էր մեր մոտ։ Գալին ու նստում վայելում էին իրանց ժամանակ։ Ինձ թվում է բոլոր հայերը ձեզ կիմանան, այն էլ վաղուց վայ եկածները։ Հա։ Մամային, papayin հաստատ կիմանան ու մինի քյաբաբ անունը հաստատ կիմանան։ Հիմա շատ ավելի ուրիշ լայնածավալ գործունեությամբ է զբաղվում, կճշտենք ընթացքում, բայց այդ պատմությունը շատ հետաքրքիր է։ Իսկ մաման, papan լավ էին աշխատում միասին խոհանոցում, չէին վիճում իրար հետ։ Այդ 6 տարեկանով որ այնտեղ եք։ Ամեն օր վիճում են, ամեն օր։ Բայց տենց է, բայց նորից կապնված է իրար նորից սերով է։ Բայց այդքան մարդը որ այդքան իրար հետ որ ժամ են իրար հետ ծածում, բայց կլինի։ Հələ տենց է։ Հələ մեր հետ աշխատում են։ Papan 70, maman 70։ Հələ նույն խնդիրն է իրանց հետ։ Եկեք դրան չասենք խնդիր։ Խնդիր չէ, եկեք ասենք հաճելի աշխատանքային process։ Ես սկսական եմ խոսում, չեմ ուզում բանալ, ոնց ասեմ։ Օրվա վերջում էսի ռեստորանի գործը։ Պետք է մի քիչ իրար հետ ուժեղ լինենք, պինդ լինենք, դժվար լինենք, որ մենք առաջ ընկնենք։ Քեզ ես անենց մարդ եմ, որ ես էլ եմ տենց, իրանց տղեն եմ 100%, անենց փոքր տեղը, անենց տեղ ենք մենք, որ պետք է մենք կռիվով առաջ ընկնենք։ Այդ ձևով, դա ոնց ասեմ, competition, competitive։ Պետք է մենք մրցակցություն։ Ամեն օր էդի է, իմ մտքի մեջ տենց եմ ես մտածում։ Ես մեր մեջ եմ, բայց ես ուրիշ մարդու բիզնեսի մասին չեմ մտածում, մենակ մեր բիզնեսի մասին եւ ոնց կարամ մեր բիզնեսը առաջ գցեմ։ Նորից իրանց է գալի։ Բայց անենց է որ պետք է մեր անուններ, անենց որ մեր մասին մարդը մտածի, պետք է մտածի, որ ամենահամով տեղն է, ամենալավ ընտանիքն է եւ իրանք անենց են մեզի նայում, որ ոչ մի ուրիշ բիզնես մեզի չի նայում։ So դրա համար եմ ասում, մի քիչ կարամ փափուկ լինեմ իմ ասելով, բայց սենց ենք մենք։ Սենց եք լինենք, ես մտքով արդեն ես գիտեմ ուր եմ ուզում լինեմ եւ իրանց լրիվ իրանցից է բաները ստեղծվեց է։ Հիմա դուք շատ եք առաջ անցնում։ Որովհետև մենք կանգ առանք 6, հա, որ ասացիք մտածում եմ 20 տարի հետո ինչա լինելու արդեն, հիմա այստեղ զրույցն էլ առաջ եք ընկնում շատ, բայց վստահ եմ ինձ մարդկանց հետաքրքիր է, այ 6 տարեկանում հայտնվեցիք այդտեղ, առանց ձեր ուզելու իհարկե, բայց սիրում եք այդ աշխարհը, այդտեղ լինել, թե ստիպված եք, եմ որ հոգնած, մամա երբ պիտի տուն գնանք, պապայիս ինչ պիտի անեմ։ Իմ ուզելով էր։ Այդ տարիքին ես արդեն ես շատ էի նվիրվել բովրականի 3 տարեկանից մամայի հետ ես տորթ էի թխում ալուրի մեջ շիլորիվ ես լցված էի սենց տորթ էի թխում իսկ մաման ինչ մասնագետ էր մաման նվիրված մամա էր ուզում էր մեզի լավ նայեր օրվա վերջում ինձ ու աղբորս so փոքր տարիքից ինչ որ պետք էր անել մաման անում էր որ մեզի լավ նայեր մեզի տանում էր ինքը տուն էր մաքրում որ եկանք ստե տուն էր մաքրում so ես ու աղբերս կեթանք իր հետ տունը կմաքրեր հետո գա տուն papan անդե իր բովրականը կաներ գիշերին է կեթար ինքը շոր կծախեր դանթանի շորերը կանը մեծ վեր ծախում են so ամեն վարքյան իրանք աշխատում էին so ինչ որ պետք էր աներ իրանք անում էին որ մեզի լավ նայեն որ եկանք ստե մի քիչ դժվար էր 1987 թվին ուզում էր մի բան տեղծեն որ կարային մեզի լավ նայեն so ինչ որ պետք էր իրանք արին Բրավո ու շատ ընտանիքներ կան, շատ ծնողներ կան, որ հենց այդ ճանապարհով են անցել ու փառք Աստծո, որ հիմա արդեն շնորհիվ իրենց, շնորհիվ արդեն հետո զավակների այսպիսի տեղ են հասել։ Կարծած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։
Արմեն, մամային, պապային օգնելու ընթացքում փաստորեն սերը արդեն ձևավորվել էր դեպի ուտելիքը, դեպի այդ մարդկանց հաց տալու ձեր նախընտրությունը ու դուք հասկացել եք, որ դուք վստահ ես ճանապարհով եք գնալու, օգնելու եք մամային, պապային, որպեսզի ավելի ծաղկացնեք այն ամեն ինչը, ինչ որ իրենք են ստեղծել։ Որ տարիքից արդեն դուք տենց լիիրավ սկսեցիք զբաղվել։ Իմ համար մի քիչ դժվար է, վստահ չէ հլը։ Չէ ուզում մտնել բիզնեսի մեջ։ Ուզում էի սերս կար, ճաշի համար սերս կար։ Լրիվ կյանքս ինչ որ անում էի, որ ճաշի մոմենտով էր, սերով էի եփում, բայց վստահ չէ։ Ուզում էի դպրոց գնացել, որ ոնց ասեն nutritional science սովորեի։ Բայց չէի կարող, իմ ապագան չէի կարող գտնել։ Հետ գնացի college-ից որ հելա, ասի լավ, էսի վերջն է։ Այդմեմ ռեստորանի մեջ սկսեմ աշխատել նորից։ Բայց մամայի պապայի հետ չէ հելա։ Հələ ես չէի սովորել նորմալ։ Գնացի ճապոնական ռեստորան։ Ճապոնական ռեստորան West Los Angeles-ում, այնպես թազա բիզնես էր, որ թաբլետներով են արդեն օրդրանում։ Ոնց Ճապոնիայում իրանք այնց են արել, որ էդի բերել են ճապոնական ձևով, մտնում են իրանց հետ սովորեցի։ 3 տարի մոտավորապես իրանց հետ էի։ Երկրորդ տեղը իրանց հետ, իր մենեջերը ընդունվեցի, հետո տեղից Հոլիվուդում իրանց երկրորդ տեղը բացեցի իրանց հետ, Melrose La Brea, մոտավորապես 23-24 տարեկանից, ասի լավ էսի։ Մի օր իրանց կանչված է WAC։ Էփում եմ եկամ, ես ինչ եմ անում ստե։ Ժամը 12-ների գիշերը, ես մինչև ժամը 4-ը աշխատում էի։ Ինչ եմ անում ստե, ընտանիք ունի ամեն ինչ կամացացավ։ Այնուս մեր մենեջերին բերեցի մոտս, ասի ես գործից հելնում եմ, ել չեմ գալու ստե, պետք է այդամ ես իմ ընտանիքի բիզնեսը առաջ գցեմ։ Էդի ես 22, 23, 24 տարեկան։ Իսկ ձեր ծնողները ձեզ ասում են, Արմեն ջան, արի մեզ օգնի, գնացել ես ուրիշին։ Չէ, ասում են գնա քո համար ընդ իրանց հետ սովորի, ավելի սենց այնց ասի ես գիտեի մենք համով ճաշ ունենք, մենք լավ ճաշ ենք տալի, բայց ես չէի ուզում ուրիշ մարդու համար անել։ Էդի մեր ընտանիքի բիզնեսը ուզում էի այնց փրկեի մեր բիզնեսը։ Իսկ այստեղ լավ եք վաստակում։ Ոյա։ Ես ինչ որ անում եմ 1000% եմ տալի։ Ամենալավ աշխատողն է ընդ։ Իսկ այդ մարդիկ չասացին ուր ես գնում, մի գնա։ Չէին ուզում այդեն։ Ասին ես ասեցի որ ինձ ուզում եք բայ, պետք է ինձ մի $10,000 ռեյս տաք։ Էսի 2013-4 թվին էր։ Ասին արխային տանք։ Մի երկու օր հետո ես հելա։ Փողի բան չէր իմ համար։ Իմ ժամը ընդ արդեն պրծավ։ Ինչ որ պետք էր ես սովորել էի ու առաջ ընկանք։ Հելա գնացի մինի։ Ես վերադառնում եմ անարակ որդու վերադարձը։ Չէ, իրանց ասեցի ես կարող եմ սկսեմ ձեր հետ աշխատել։ Ասին բայց ինչ ես անելու, ասի որ պետք է սովորեմ նորից ձեր հետ, բայց պետք է անեն սովորեմ, որ ամեն ինչ իմանամ։ Սո սկսի կամած ես մի տարի իրանց հետ աշխատեցի առանց փողի։ Ուզում եի հասկանալ մեր բիզնեսը։ Հետո այդտեղից որ սկսեցի նկատեցի որ մենակ մեր մոտ հայատում, ված բան չի հայատում, բայց բանը ոնց ասեն, մեր դեմոգրաֆը փոքր էր։ Ուրիշ օտար մարդ չէր գալի մեր մոտ։ Ես նկատեցի, որ պետք է մարքեթինգ սկսենք ընդունելը։ Հետո մարքեթինգից հետո նկատեցի, որ պետք է ես իմ շրջապատը գրողների հետ, մարդկանց հետ սկսեի մեծացնելը։ So ես ընդ Instagram սկսեցի։ Իսկ մաման պապան չէին ասում, տղա ջան, ինչ ես անում, մեր արած դրածը եկել ես, թե արդեն նկատեցին, որ լավ է ընթանում։ Տեսան, բայց պապան հələ այսօր առավոտ շուտ ասում է, ինչ ես անում իմ ճաշին։ Արմեն, բայց ընթացքում ձեր հաճախորդները փոխվեցին։ Սկզբից ասացիք, որ հայեր են միմիայն։ Հիմա երևի թե ավելի քիչ տոկոսն են հայերը, հա։ 8-ից 10% հայ է։ Մեր ամենամեծ դեմոգրաֆը կլի բան կորեացին, ճապոնացին, թայվանիզ, չայնիզ։ Բայց իրենք ինչ են ուտում ձեր մոտ։ Ամեն ինչ։ Հիմա սկսեմ մի հատ վրազ հետ է տանք, որ մի հատ փոքր history տամ, հետո հետ կգամ ըստե։ Գնացինք հետ։ So 2007 թվին այդ recession-ը խփեց։ Այդ տնտեսական անկում։ Exactly։ Այդտեղից պետք է մեր հայ հաճախորդները լրիվ գնացին, չկար։ Լրիվ գնաց։ Դա եւ մենակ իրանք էին մեր մոտ ուտում այդ մոմենտում։ Ես այդ դպրոցը high school-ը հենց նոր էի ավարտել։ Եվ ավարտել եւ գնացի պովորական դպրոց Pasadena-ում։ Le Cordon Bleu էր կանչված, Ֆրանսիայում էլ կա։ Մի հատ կորեացի կին կա։ Անունը Ellen Kim։
ինքը իր մարդը շաբաթը մի անգամ, երկու անգամ ուտում էին մեր մոտ։ Ինքը Korean Times-ի մեջ ինքը գրող էր, journalist։ Մեր մասին գրեց։ Լրագրող էր ու գրեց, exactly։ Այ մոտենում ենք հրաշքին, հետո ինքը գրեց եւ այդտեղից կորեացիները սկսին մեր մոտ գալ։ Ուտելը եւ մեր այն ասելով մեր բիզնեսը փրկեցին։ Բայց հələ recession-ը կար, այդքան մարդ չկար, բայց լրիվ փոխվեց այդ մոմենտից։ Եվ ես որ գնացի դպրոց, հետո այդ ճապոնական ռեստորանը գնացի, որ հետ եկա, հələ նորմալ ենք, busy չենք, զբաղված չենք, բայց որ հիշում եմ առաջի օրը վրա եկա, ես մտա, մամաս պապաս նստած էին աթոռների, ընդ TV ունենք, TV էին անում, մարդ չկար հələ։ Անգործ, հա։ Անգործ, ես իմ համար անհանգիստ է, ես շատ անհանգիստ եմ այդպես բանի համար, ես չեմ սիրում, անենց մարդ եմ, որ պապային կհարցնեի, ասում եմ ոչ մի բիզնես չի կարա սենց ամեն վարքյան բիզնես զբաղված լինի, ես ասի սխալ եմ մտածում, պետք է մենք տենց լինենք, պետք է մենք առաջ ընկնենք։ So տեղից սկսեցինք մարքեթինգը, Instagram, մեր շրջապատները մեծացեցինք, կամաց բիզիացանք, բայց տենց զբաղված չենք, հələ բայց բիզիացանք, որ ես կարայի սկսեի մտածեի ոնց կարանք մեր բիզնեսը, մի ձևով առաջ ընկնել, բայց հələ ընդ չենք, որ կարանք անենք։ COVID-ի մոմենտը որ եկավ, COVID-ը որ փոխեցինք լրիվ, delivery, take out, մարդիկ մեր պատմությունը շատ լավ ընդունեցին ու դեռից սկսեց փոխվելը, բայց հələ փոխում եմ ես։ Եվ ամեն ձևով սովորում ես։ Պետք է սովորես, որ ամեն ձևով փոխես, որ առաջ ընկնես, Հենց է փոխվել բիզնեսը, որ առաջ ինչ որ հայկական ճաշ էր, ես Caesar wrap եմ դրել մենյուի մեջ։ Caesar salad գիտես, չէ՞։ Այո։ Խորովածի պատառով Caesar salad եմ ես ակում։ Հա, համով կլինի։ Շատ համով է։ Նենես ջարդից փախել էր Եգիպտոս։ Անդե տատիկս ու պապիկս են, Պապայսյանից մեծացել, ծնվել մեծացել։ Տատիս ընդեղ ֆալաֆելի ռեսեպի էր սովորել, մինիկավում ֆալաֆելի plate դրեցինք։ Ես մտածում եմ ոնց կարամ փոխեմ, հիմա փոխվում է։ Ֆալաֆելը վեկալեցինք, տավարի յուղի մեջ ժարիտ է անում, ֆալաֆելի բան անեցի, bread crumb-ը, եւ մենք քրութան էի սարքում։ Դրանով մեր հավի խորովածով, Caesar salad-ի դրեսինգով, Caesar wrap սարքեցի, այդտեղից լրիվ կյանքա փոխվեց։ Լրիվ ուրիշ կյանք է։ Այ որ հարցնում է ինչով եք առանձնանում, կարող եք էտել նշել, որ հենց Էդի չի մենակ։ Էլ ինչ ունեք։ Մեր հավը անենց համով է։ 200 pound հավի կտորներ ենք ծախում օրը։ Էդի է մեր ամենալավ ծախողը, բայց մեր լուլը քեբաբ ամեն ինչ։ Բա ինչի այսօր չեք վերել ձեր հետ, որ ես փորձեմ։ Փագենք այսօր։ Փակեք։ 2 շաբթի, 3 շաբթի, 4 շաբթի փագենք։ Օ, դրանից եկեք խոսենք, ինչու եք փակ։ Բա այդ մարդիկ ինչ պիտի ուտեն։ Մեր պատրաստությունը երկար է։ 2 շաբթիերը մի 3-400 pound հավա գալի։ Հատե կտրում ենք, հետո աղաջուրի մեջ են պամ 2 օր։ Այսօր գնացի առավոտ շուտ, որ իրան բռնեին, հետո վաղը ծախեմ լր։ Բայց անենց է որ համակարգը դες պետք է կազմակերպեմ, որ 3 օր հետ, 2 օր առաջ, որ իրար հետ համեմատվենք։ Իսկ եթե բաց լինեք, բնական է ձեզ ավելի լավ։ Ես չեմ ուզում։ Չեք ուզում։ Ես 36 տարեկան եմ, վերջի 13 տարին ես 80 ժամից 100 ժամ շաբաթը աշխատում եմ։ Մամայինք է, պապայինք է։ Մաման պապան հոգնել ենք։ Նայ, ես մի բան եմ սովորել, որ փողի հետևից չեմ ընկնելու, ես դες մարդ չեմ եղել, բայց հերիքը պետքա հերիքը լինի քո համար։ Ես հələ կկռվեմ մինչև առաջ ընկնենք, բայց ուրիշ ձևով ավելի խելացի։ Ես իմ մարմինը ֆիզիկական չեմ սպանելու։ 3 տարի հետո ընկնեմ, չես իմանում։ Պետքա մի քիչ խելացի մտածենք մեր ապագայի համար։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության գիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագ աճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Իսկ օրինակ ձեր աշխատած գումարը ինչի վրա եք ծախսում։ Նկատի ունեմ, ո՞նց եք սիրում ժամանակ անցկացնել, այդ ազատ օրերը, որ ունենում եք, բացի այն, որ հավի միսը պիտի դնեք աղաջրի մեջ։ Ես սիրում եմ հանգստանալը, քեզ օրը 13-14 ժամ աշխատում ենք։ Այդ օրերը, որ աշխատում ենք, ֆիզիկական 13-ից 14 ժամ աշխատում ենք։ Բայց երբ որ կարում ենք փագենք, ես ու իմ կինը
Սիրում ենք թռնենք ուրիշ աշխարհ։ Բայց մենակ չեցանք տեսնել։ Ես շատ եմ սիրում ուրիշ մարդկանց ճաշը ուտել։ Ես տենց եմ սովորում traveling, you know։ Մենք որ Ճապոնիա գնացինք, անդե ես ժամը 4-ին առավոտ շուտ զարթնեցի, երազ էի ունենում։ Անդե ես հայկական ճապոնական ռեստորան գրեցի, ռեսիպներ գրեցի ու անդե ունեմ հələ։ Երբ 1000 բան եմ գրել, մենյու եմ գրել։ Որ կարամ դնեմ, անենց համով կլինի։ Բայց ոնց են ասում, inspiration, ես ուրիշ մարդկանց մոտիվացիա։ Yeah, ինձի բան անում, ինձի իրանց կյանքի ձևը ինձի մոտիվացիա է անում, մոտիվացնում է, ահա։ Այդտեղից իրանցից եմ սովորում։ Հետո ինչ որ իրանցից եմ սովորում, կարող եմ իմ տեխնիկայի մեջ գցել ու հետո ես իմը տեղծել տեղից։ Ստեղծել, հա։ So ես արդեն ես բովրական խաղի մեջ շատ եմ սովորել, շատ գիտեմ եւ ամեն վարքեն մարդկա որ անում է հետո էլ թվում է իր կյանքն ապրում։ Ես այդ մոմենտը որ զարթնում եմ ինչեւ քնելս կա մենակ սրա մասին եմ մտածում։ Այսինքն չեք է հանգստանում։ Չկա, իմ համար չկա։ Ազատ ժամանակը էլի դրա վրա եք ծախսում։ Իմ համար չկա, չեմ անում խի, բայց ես sense մարդ եմ դառել։ Իսկ ձեր կինը չի բողոքում, որ այդպեսին է։ Yeah. Երեխաներ ունեք։ Ուզում ենք այս տարի սկսել աշխատել դրա համար։ Ահա։ Ինչից է բողոքում, ինչ է ասում։ Ես ուզում եմ։ Շատ եմ աշխատում։ Բայց դրա համար հիմա 3 օր աֆ եմ ընդունել, որ իր հետ կանեմ լավ ժամանակ։ Օ, տեսեք, կնոջ համար զիջողության է գնացել։ Պետք է։ Այսքան սիրելով իր գործը, պետք է, այո։ Պետք է։ Մենակ քո մասին չի օրվա վերջում։ Ես գիտեմ ուր եմ ուզում հասնեմ, բայց պետք է նորից խելացի անել, բայց ուրիշ մարդ կա իմ կյանքի մեջ, որ իր մասին ես իրան եմ նվիրվել։ Իրան պետք է լավ նայեմ, որ ինքը, որ ինքը մնա։ Exactly։ Եվ երեխա, ուզում եմ երեխա ունենալ։ So հազարդեպ պետք է իրար հասկանանք։ Ոնց Իսկ ինքը կապ ունի, ձեզ օգնում է։ Ինքը խելացի աղջիկ։ UCL-ը գնացել, հետո ընդունվել էր դպրոց, որ բժիշկ դառնալ։ 2 տարի գնաց, հետո մեջքը ջարդեց։ Yeah. Այդտեղից խոսք գնաց մեր մեջ, ասի, նայ, կարաս էթաս դպրոց, ինչ որ ուզում ես անես։ Արդեն գիտեմ դու ինձից 1000 անգամ խելացի ես, դու ինչ որ ուզես կարաս անես։ Քո ուզելով գաս իմ հետ աշխատես մեր ընտանիքի բիզնեսի մեջ, ինձ օգնես առաջ մեր բիզնեսը գցել։ Նայ ոնց է համոզում։ Ինքը ասեց, հա ուզում եմ։ Հիմա եկավ ինչ որ տեխնիկական տեսնում ես, back-end, ինքը մեր մենյուներն է կազմակերպում, ինքը մարքեթինգն անում, ինչ որ contract ունեմ, ինքն է նայում։ Ու դուք դրա համար շատ ուրախ եք։ 1000 Իմ համար ուրախություն չկա, որ ոչ մի բան չի կարող համեմատվել։ Ինքը նենց հակնում ինձի, որ ես ինչ որ ես լավ չեմ անում, ինքը 1000 անգամ լավ անում։ Եվ որ ֆիզիկական կարող եմ ես անել մարդկանց հետ շփվել տնցնեց, ինքը որ չուզում անի, ես եմ անում։ So իր հետ բալանս ենք անում։ Ինչ լավ է, գիտեք, այս վերջերս իմ զրուցակիցները տղամարդիկ են ու ռեստորանի ստեղծողներ, սեփականատերեր ու բոլորը գովում են իրենց կանանց։ Եվ դա շատ մեծ առաջընթաց է մեզանում, որովհետև առաջներում շատ չէի լսում, որ տղամարդիկ իրենց կանանց այդքան բարձրացնեն, այդքան տեղ տան, այդքան գովեն, հատկապես որ միասին են աշխատում։ Կյանքը փոխվել է, Արմեն, Հայաստանում եղել եք։ Երբ եք գնալու։ I know. Ուզում ենք եթանք։ Իսկ մաման պապան։ Պապան չի սիրում թռնել էլ։ Դժվար։ Բան ունի, claustrophobia ունի։ Հա, հասկացա։ Ու չեն կարող եթանք։ Չեմ ուզում չեն կարող եթանք։ Չեմ ուզում ասեմ չեն կարող եթանք։ Բայց ուզում ենք այս տարի եթանք։ Ախպերս էլ ուզում եթա։ Ախպերս ընդեղ ացանվել, բայց ոչ մեկս հետ չենք եղել։ Ու մասը գիտեմ լրիվ եղել է, բայց ես չեմ եղել։ Կինս եղել է։ 3 ամիս ընդեղ էր 2021 թվին։ Չէր ուզում հետ գալ։ Վստահ եմ դուք էլ գնաք շատ եք սիրել ու չեք ուզելու գալ։ 100%։ Բայց պիտի գաք, որտեվ այստեղ ձեզ սպասում են ձեր հաճախորդները, այն մարդիկ, ում դուք հաց եք տալիս, այսպես ասած։ Արմեն, իսկ տեխնոլոգիաներից որոնցից եք օգտվում հիմա։ Ամեն ինչից, ChatGPT, Instagram, TikTok, ինչ որ կա հիմա օգտագործում ենք, բայց հիմա AI-ն է մեծանում։
AI, artificial intelligence շատ անենց է փոխի խաղը, որ սկսում ենք իրանց սիստեմները, application-ները օգտագործենք, որ մեր բիզնեսի մեջ գցենք։ Հիմա մի հատ company կա, ու obviously մենք Arsenal-ից հետ աշխատենք մի մոմենտ, բայց մի հատ company կա, որ ես հեռախոսով եմ եկալ order-ներ կա, իրանք AI technology company-ա, որ վեկալում է, մի հատ կինա վեկալում հեռախոսը, բայց AI-ա։ Order-ս վեկալում է, process-ը անում, որ system-ին գցի, system-ից է ticket-ը հանման, ինձ է ղրկում, այստեղից ոչ մեկի հետ պետք չի խոսամել։ Ես այսօր որ եկա Arsenal-ին իր սիստեմներ դուս տալի, էդի շատ սիրեցի, որ կարա մարդը գա իրանքը ոնց ասեմ, order անի, միանգամից ticket-ը գա, որ դա տենց առաջ անգնում բիզնեսը։ Ես այնպես բաներ եմ ուզում դնեմ իմ բիզնեսի մեջ եւ դնում եմ եւ կազմակերպում եմ, որ մեր բիզնեսը հեշտանա եւ technology չի necessarily, բայց equipment ոնց I guess technology-ով կարելի։ Ես Պարսկաստանից մի հատ բան եմ order արել, սա շուտով գալու է։ Աղացած միսը, գցում ես շիշը, գցում ես, աղացած միսը հանում է, առանց ոչ մի էլ քեբաբ չի պետք չի։ Հեշտացնում եմ։ Շիշը քեբաբ սարքելու շիշը դնում ես, միսը հավաքում եմ վրան, բերում դե այդ վաղուց կար։ Այնո, բայց էսի լրիվ բան է։ Ուրիշ բան է։ Հազարձևով պետք է մակրո սիստեմները, որ կարողանաս ապրես ես Լոս Անջելեսում, չես կարող։ Դժվար է այստեղ ապրելը։ Ես սիրում եմ, սա մի քիչ ավելի ուժեղ եմ աշխատում։ Շատ մարդ կա, որ հելա Լոսից փախել է։ Ես չեմ ուզում հելում, շատ եմ սիրում ստեղ։ Ստեղ ընտանիքը ստեղ է, մաման, պապան ստեղ են, մեր բիզնեսն է ստեղ, ընկերներս ստեղ են։ Կարամ ասեմ, հելնեմ եմ, ուր եմ եթալու։ Ինչքան էլ դժվար լինի, մնալու եք ու աշխատեք։ Լոս Անջելեսը ամենասիրուն քաղաքն է։ Կան ուրիշ ընկերություններ, որոնց հետ դուք համագործակցում եք, որպեսզի շատանաք, ավելի տարբեր տեղեր բացեք։ So 2023 թվին ես Instagram-ի վեն դրել եմ, որ okay, պատրաստ եմ մինի քեբաբով ընտանիքով մենք որ թազա partner-ներ ընդունենք։ Այն փողի մոմենտ չէ, անենց է որ պետք է մեր սիստեմները կազմակերպենք, որ մեծացնել մեր բիզնեսը։ Այդտեղից մի հատ կին նորից կորեացի կին անունը Էլի Քիմ։ Կորեացիները ձեր վրա եկել են։ Լավ են նայում։ Էլին ընդեղից մի հատ food group-ի մեջ էր։ Food group-ը կանչված էր Dam Food Group։ Dam Food Group-ն կազմակերպված էր 4 հատ տերերի հետ։ Այդ տերերը մեկը կլներ Mario Del Peron, Marion ստեղ Լոս Անջելեսում սանդվիչի կամպանի ուներ, 100 տեղ ուներ։ Ինքը 2017-18 թվին ծախեց, հետո առաջ ընկավ։ Մի հատ ուրիշ տղա մարդ կա, անունը Donald Moore, Donald-ն է Cheesecake Factory vice president-ն էր, ինքը Cheesecake Factory-ին տարավ 20 location-ից 200+ գժություն բաներ են անում։ Անես եւ սրտով մարդ է։ Բայց ինչ ասես գիտի, խելք անարի։ Հետո ուրիշ partner կա Tony-ը։ Tony-ն grocery chain ունեն, grocery stores։ Ինքը ընտանիքի բիզնես էր, աշի ծախել են, ինքը նորմալ փող ուներ, բայց հետո մի հատ մարդ կար Nathan-ն էր, ինքն է մարքեթինգն էր անում։ Cadillac-ի ու General Motors-ի համար Cadillac-ի բրենդը լրիվ փոխել էր։ Այդ 4 իրար հետ բիզնեսը կազմակերպեցին, այդտեղից այդ Gwyneth Paltrow-ն դերասանուհին, իր հետ Goop Kitchen-ը բացեցին։ Հիմա Goop Kitchen-ն է ամեն վարքյան թազա տեղ է բացում։ Իրանց հետ ես բան արեցի, համագործակցել սկսեցինք։ Իրանք ասին մենք ուզում ենք մինի քեբաբին առաջ գցենք։ Ասի օքեյ ոնց է կանելու։ 24 թվին դեկտեմբերի 13-ին մենք Thousand Oaks-ում Westlake Village Promenade-ում իրանց հետ բացեցինք Be Neighborly, it's a curated food hall։ Անդե մեր հավի խորովածը։ Չեմ խոսում, չեմ հասկանում։ Անդե բաներ ոնց ասեմ, 4 հատ ռեստորան մի հատի մեջ էին դրել։ Անենց տեղը որ մտնում ես մարքեթ է։ Մարքեթ է, բայց ընդ ռեստորաններ կա։ Էսենց որ գալիս ես քիոսկ կա։ Քիոսկը որ դրես անում, այդ մեզ նստում ես, իրանք քեզի ճաշի բերում են։ Բայց անենց մենակ McDonald's բան տենց Burger King չէր։ Լոս Անջելեսում տենց բիզնեսների հետ էին։ Լավ բիզնեսներ, որ անուն ունեն, որ ուզում են առաջ ընկնեն, մեր նմանների հետ աշխատեցին, ընդ բացեցինք։ Առաջի տարին եւ հենց նոր մի շաբաթ առաջ մենք իրանց հետ երկրորդ եւ երրորդ տեղն է ստորագրեցինք, որ Studio City ու Brentwood բացենք։ So հիմա
Հիմա փաստորեն քանիսը ունեք Glendale, Westlake Village Promenade, what? Westlake Village Promenade. Էդի բանը Rick Caruso-ի property-ն է։ Այս ոնց ամերիկանայի տերը գիտես։ Այո, այո։ Իրա տեղն է։ Բայց Westlake Village-ում 1000 dogs։ Անդե բացեցինք եւ հիմա երրորդն ու չորրորդն էլ Studio City եւ Brentwood, բայց դա չեն կանգնելու։ Ուզում ենք մի 30 հատից 100 հատ բացենք սրանցից իրանց հետ։ Okay։ Եվ հիմա ես գիտեք ապագա միլիոնատիրոջ հետ եմ նստած փաստորեն։ Ես փողի համար չեմ անում։ Չէ, ինչի եք այդպես ասում։ Իմ համար տենց չի եղել դրա համար։ Իմ կյանքս ես փողի համար հետ չեմ արել ոչ մի։ Լավ, որ միլիոնատեր դառնաք, ինչ կանեք։ I mean ոչ մի բան չի փոխվի իմ համար։ Okay, թող չփոխվի, բայց ինչ կանեք։ Եթե չեք ուզում, կարող եք ինձ տալ։ Տեսնենք։ Ասում չեմ ուզում, փողի համար չեմ անում։ Ես բան եմ, իմ համար ավելի պետքա որ մեր ոնց ասեմ reputation, մեր անունը, մեր Մարտիրոսյանի, որ մեր մասին մտածեն, իմանան, որ մենք անենց ընտանիք ենք եղել, որ հազար ձևով մարդկանց նայելա, անենց մեր անունը առաջ հայրի անունը առաջ ենք տարել։ Մենակ տենց չէ, բայց ես ֆիզիկական բան այդքան չեմ սիրում։ Ֆիզիկական թե ֆինանսական։ Ֆինանսական շատ եմ սիրում։ Ես փողի մասին սիրում եմ invest անել։ Տեսեք, համասում եք փողի համար չեմ անում, համասում եք փողը։ Ես փողի համար չեմ աշխատում, ոնց again։ Ես սիրում եմ սերով եմ անում ամեն ինչ, բայց օրվա վերջին փողը կգա, չէ՞, որ այդքան բացես։ Ասելիքս էնի է, որ ես դրա մասին միտքս դրա մասին չի առաջինը։ Ես լրիվ հասկանում եմ ու ուզում եմ, որ մեզ դիտողներին մի բառով ասեմ, դուք էլ ինձ ասեք ճիշտ եմ հասկացել թե չէ։ Այն պատմությունը, որ մաման ու պապան ինչ դժվարությամբ են ձեզ պահել, այն որ ինքը գիշերը աշխատել է շոր է վաճառել, մաման էլ տուն է մաքրել։ Հիմա ես խոսում եմ ու փշաքաղում եմ լուրջ։ Ու հիմա ես այնքան մեծ հպարտությամբ եմ լցված, որ Արմենի դիմաց եմ նստած իմ հայրենակցի, որը որ այդ ամեն ինչը անում է հիմա, որպեսզի կարողանա մամային ու պապային ու իրենց ընտանիքի անունն ու ազգանունը ամենաբարձր տեղում հասցնել ու պահել։ Perfect։ Ապրես Արմեն ջան։ Perfect։ Ուրիշ բան պետք չի մամա։ Իհարկե, մենք բոլորս աշխատում ենք գումարի համար, որտեղ պետք է ապրել ինչ-որ մի կերպ, բայց ամենամեծ գաղափարը, որ դուք ունեք, ես հասկացա այդպես, դա ընտանիքի անունը, գործը ու մամայի ու պապայի արածը բարձր պահել ու վերադարձնել այն ինչ որ իրենք ձեզ տվել են։ Իսկական հայորդու պատասխան ու քայլ։ Yeah, perfect։ Այդ ուրիշ ոնց ասեն անգլերեն ասում են you hit the nail on the head։ Ուղիղ խփեցիք նշանակետին։ Ինչ վերաբերվում է առաքմանը, հիմա արդեն էլի տեխնոլոգիաները շատ զարգացել են, այս մի քանի տարի է, որ հանգիստ կարող ես, եթե COVID-ի ժամանակ ու դրանից առաջ այդ տնտեսական անկման ժամանակ չէի կարող կազմակերպել, հիմա շատ ավելի հեշտ, հանգիստ, որ տեխնոլոգիաներից եք օգտվում delivery-ի համար։ So Uber Eats-ն ենք օգտագործում, DoorDash, Caviar, Postmates, բայց չեմ սիրում։ Այդ կամպանիների հետ չեմ սիրում։ Իրանք անենց մեծ տոկոս են վեկալում փոքր բիզնեսներից, որ պետք է անենց հիմա ասենք իմ մոտ 15 դոլար է, չէ՞։ Դու գաս իմ մոտ $15 plus tax $17 քարապայթի։ Որ վեկալես էդի delivery անես, Uber Eats-ից, Uber-ը մեզնից ասենք բիզնեսներից 20-ից 30% վեկալում է։ Հետո իրանք մենակ մեզից չեն վեկալում։ Ով որ ուզում է order անի իրանցից, հաճախորդներից, նորից delivery ու tax ավեկալում։ So իմ $15 պնակը ֆորմալ ծախվում է $37 մինչև հասնի իրանց տունը։ Անիմաստ։ So անենց եմ անում, որ հիմա ոնց ասեմ, փոփոխություն անենց անպայման բանա բիզնեսի մեջ, որ չես կարող մտածես, որ այս ինչ որ արիր երեք կարող եմ ուսորը նորից էդի թարգմանվի, որ հաճախորդներին գա։ Ես թազա մենյու եմ գրել։ Իմ գաս մեր տուն, իմ մի հատ պատ ունեմ, պատից վրան այն ուրիշ բիզնեսների մենյուները կա, որ ես կուզեմ իրանց նման like կազմակերպել իմ մենյուն։ So առաջինը Group Kitchen-ը, չէ՞, այդ մեր partner-ները, իրանք անենց բաներ են կազմակերպել դրա մենյուի վրան, որ շատ մտածկանք ձև կա մեջը։ So ես նայում եմ իրանց analysis եմ արել,
Այդտեղից ես իմ մենյուն եմ թազա կազմակերպել։ Մի անգամ չեմ արել, մի 100 անգամ թազա մենյու եմ գրել։ Բայց այդտեղից համաներ կա, like product mix sales, այդտեղից եկա նայես, տեսնես չեմ կարող վարկյանական նստեմ, ես մարդուն $50 plate ծախեմ։ Լանչի համար։ Չուզը մարդը գա նստի այդքան ծախի։ So ես սրանց մենյու եմ հիմա կազմակերպում, որ մեր մենյուն կարա նստի 17-ից մինչև $25-26, որ մարդը կարա հանգիստ կա ծախսի փողը, ըզգա որ կկշտանա։ Exactly. Բայց պետք է անենց քայլ անեմ, որ ամեն ձևով բալանս գտնեմ, որ հələ նույն ձևով բիզնեսը առաջ ընկնի եւ կարողանամ էսի ինվեստեր բացեմ նույն ձևով տեխնիկական։ So այս տարի ես իմ մտքի մեջ եւ գոլերս դրել եմ, որ պետք է բիզնեսս անենց մաքրեմ, որ կարողանանք սկսենք մենք մեր մեջ մեծացնել բիզնեսը։ Consultant ենք բերում, մարքեթինգի մարքեթինգ բերում, այս տարի իմ միտքի մեջ որ պետք է ասենց անենց մաքրենք, որ սկսենք այդ մոմենտը մեր կյանքի մեջ։ Որ մոմենտը որ մենք մեծացնել բիզնեսը։ մեծացնեք։ Գիտեմ իրանց հետ մեծացնում եմ, բայց դա ուրիշ ձևի դիլ եմ կազմակերպել։ Մի րոպե, հիմա բացատրեմ ինչ եմ հասկացել ձեր ասածից։ Այսինքն դուք եթե աշխատում եք տարբեր մարդկանց հետ, partner-ներ եք, հիմա դա չեք ուզում եք դուք ձերը։ Ուզում եմ։ Էդ էլ եք ուզում։ Բայց Okay. Sorry. Բայց զանգ եկավ։ Sorry. Say bye about no. Hey babe. No, you could grab your own food, babe. I don't know, babe. I'm in a podcast. Everybody's looking at me. Մեր առաջին հյուրն է, ում որ զանգ եկավ, ինքը մի երկու հատ զանգ եկավ իրեն, չվերցրեց, բայց այս մեկը վերցրեց։ Պարզվեց ձեր կինն է։ Yeah. Եթե իմանայի ուրիշ մեկն է, թույլ չէի տա որ վերցնի, բայց քանի որ ձեր կինն էր, ինչ էր ասում։ Ասма սոված ես։ So. Այ։ Yeah, լավն է, չէ։ Ինքը չգիտեր դուք ուր եք գալիս։ Հա, գիտեր, բայց իմ կանցը։ Զանգերած ստուգումներ անի երևի։ Checks and balances։ Չէ։ Խանդում է ձեզ։ Չէ։ Չէ։ No. Կարծած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Ուրիշա որ մերն է 100%, դա partnership-ի նման է։ Մինչև մարտը կամ ապրիլում ուզում եմ թազա մենյուն արդեն դրած լինի։ Այս ռեստորանը մեջը արդեն 1000 անգամ փոխել եմ։ Հեսա նորից եմ փոխելու, որ Իսկ չեք ուզում մեծացնել։ հա տենց եմ ուզում մեծացնել։ Բայց նույն տարածքը ուղակի մեծացնեք։ So, ուզում եմ այս սիստեմները ամեն ինչ կազմակերպեմ, մաքրեմ, հասկանամ, որ okay, էսի կլինի։ Ու տեղից երկրորդ տեղը բացեմ։ Դա որ քայլի Եվ դա ինքը իր հաճախորդները նորմալ բիզնես անի, այդտեղից ես կհասկանամ, որ okay, էսի աշխատեց։ Պետք է լինի, հետո կարամ այդամ երրորդը բացեմ, կամ կարամ արագացնեմ, այդամ կամ private equity company առաջարկեմ, կամ venture capital VC-ն ասում, իրանց այդամ ասեմ, ուզում եք, այսքան փող դրեք մեր բիզնեսի մեջ, այսքան տոկոս դրնա, արի իրար հետ մեծացնենք։ Հետո այդ մոմենտին ռիփ փողի մասին կլինի։ Այդ են միլիոնատիրոջ պահն արդեն։ Yeah, այդ մոմենտը քսիմա ես այդամ private equity կամ venture capital company, իրանք իմանան, որ ես իմ բիզնեսը, իրանք չեն ուզի մի 100,000, 200,000, իրանք ուզեն միլիոններ դնեն, որ մի 10 հատ բացենք։ Եվ մենակ չեն ուզի կանգնեն դե։ Բայց իա խաղը, որը վերջում է խաղը։ Խենք բիզնես դնում, որ տենց մեծացնես, հետո ծախես։ Ծախես 2-3 միլիոնով չէ, մի 100-200 միլիոնով։ Այդ է միտքը։ Բայց ես ուզում եմ անենց անեմ, որ այդ quality-ն մնա։ Հասկանալի։ Եվ որ մենք մեր մեջ սկսենք մեծացնելը, պետք է լինի այդքան կնդեք անենք կամ պետքի հետո ես ծախեմ ուրիշ մարդուն տենց։ Ոսի։ Հələ հազարձևով կարամ էսի գցեմ բռնեմ, տեսնեմ հասկանամ։ Այդքան տարիների փորձ ունենալով նախ ուզում եմ հարցնել, ո՞րն է ձեր ամենասիրելի ուտեստը մինի քեբաբում։ Ես մեծացել եմ մինի քեբաբով, այդ պատառով։ Աղացած միսը լավաշի մեջ սոխ ու պետրուշկա։
ոնց նստում ես խորովածից անում, մաղալից ելնում, վեկալում ես լավաշով միսը ու ուտում, տակ, չէ։ Իմ առաջի հիշողությունս էդ էր մինի քաբաբում։ Փոքր պատառ էր փաթաթում 6 տարեկանում եւ հետո ուտում։ Ահա։ Էդի կներ իմ համար մեկը, բայց չեմ եկարում ուտեմ էլ ճաշը։ Վրազ անենց ինչ որ պատրաստում գնում օրվա վերջում։ Sold ամեն օր։ Իսկ նախապես կարող ենք ձեզ զանգել, օրինակ ես ուզում եմ զանգել, պատվիրել կամ ասել պահեք գալիս եմ, որ չվերջան։ Բայց ես պատրաստ չեմ, մինի քեբաբ չեմ ծախում էլ։ Մենյուս հանել եմ։ Դրա համար որ ասում եմ մենյուն պետք է փոխեմ նորից, դες վերջի 2-3 տարին փոխվեց նորից դեմոգրաֆը։ Ուտելու ձևը փոխվեց։ Մարդիկ վռազ են, չէ՞։ Մարդիկ չեն ուզում նստեն բնակ ուտեն, մեծ բնակ ուտեն։ Ուզում են մի քիչ բոլով ուտեն, պատառներ ուտեն, մի բան որ կարան վռազ ուտեն այդքան եւ էդի կարա գումարի հետ համեմատվի նորից։ Բայց մինի քեբաբը դժվար է ուտել։ Չէ, շատ հեշտ է։ Դե ուրեմն վերադարձրեք, խնդրում ենք մինի քեբաբը մենյու։ Անենց փոքր է տեղը մեր, որ ես փոխեցի ընդ որ ինչ որ մեր հաճախորդները ուզում էին, էդ էի տալի։ Հիմա նորից փոխվեց։ So նորից պետք է փոխենք։ Նորից բերեք հետ։ Հա։ Բայց փոքրը չեմ ծախելու, մեծերն եմ ծախելու, մեծ պատառները, որ մի շիշ կլինի, հետո լավաշի մեջ բրտուչինման ծախենք, արխային ուտեն։ Բայց անենց փոքր է տեղը։ Այս ստեղի 1.5 անգամն է։ Այդքան բան։ Ոչինչ, կարևորը համեղ է, կարևորը սարքեք ու հասցնեք հաճախորդին սպասարկել։ Եվ ամենակարևորներից մեկը, այ հիմա մեզ կդիտեն մարդիկ, ովքեր կասեն, որ ինչ լավ բան եմ մտածել, ես էլ կուզեի անել, երիտասարդ տղաներ կամ աղջիկներ, ինչու ոչ։ Ինչ խորհուրդ կտաք առաջին բանը, որ պիտի անել, դուք գուցե սխալվել եք, ժամանակին չեք արել, ինչ խորհուրդ կտաք, ինչպես անել, որպեսզի չսխալվել, թե պիտի անպայման մտնեն մեջը, սխալվեն, նոր իրենց սխալի վրա սովորեն։ Գնա ռեստորանի մեջ աշխատի առաջինը։ Հիմա ասենք էքսպերիենս չունես։ Ամեն մարդ որ գիտեմ ուզում է ռեստորան բացի։ Okay, գնա աշխատի մի հատ, խնդրում եմ աշխատի։ Գնա աշխատի, հասկացի, որ ես ուզում ես անես 10-15 տարի, այն է երազում եմ որ կարա բիզնեսը այդքան երկար առաջ ընկնի, 15-20 տարի։ Լոսումը նենց է դժվարացել։ Այս վերջի տարին, այս վերջի տարին 100-ատ անենց լավ ռեստորանա փակվել են։ Ամեն ինչ թանկացել է կյանքը, ամեն ինչ ձևով։ Պետք է այդաս աշխատես։ Տեսնես 1, երկրորդ, նայ որ փող ունես, կարաս դնես, քայլացնես, բայց հələ պետք է անենց կազմակերպես մենյուն, որ մարդիկ ուզում են ուտեն, պետք է psychology-ին հասկանաս մարդկանց հետ, մարքեթինգը պետք է հասկանաս։ So հազար ձևով պետք է մտածես բիզնեսի մասին, մինչև բիզնեսը դնես։ Պետք է տենց բաների մասին մտածես կամ խի ես անում։ Գիտես քանի մարդ գիտեմ, որը գնացել է բացել ու մյուս տարի փակել ու $500,000 փող է կորցրել։ Այսինքն ինչ է պետք, որպեսզի ռեստորանում աշխատես, ճաշդ համեղ լինի, experience է պետք։ Փորձ է պետք։ Բայց այս վերջերս ում հետ որ զրուցում եմ իմ հյուրերի, իրենք պատմություններ են պատմում, հիշում եք մեր զրույցի ընթացքում ասեցի, այ մոտեցանք հրաշքին։ Այն լրագրողը, ժուրնալիստը, որ ձեր մոտ եկել է, գրել է ու հետո բոլորը կորեացիներ եկել են ու փրկել են ձեր բիզնեսը։ Ինձ թվում է ամեն մարդու կյանքում ինչ որ մեկը գալիս է հայտնվում է ու հենց այդ մեկի շնորհիվ է, որ իրենց բիզնեսը սկսում է ծաղկել։ Դուք ասում եք այդ կորեացի կինը, մյուսն ասում է TikTok-ում դրեցի մի շատ հայտնի рэպեր եկավ, post արեց ու սկսեց աշխատել։ Հասկանում եք ամեն մեկի կյանքում ինչ որ մի sense հաջողության պահ կա որ գալիս է ու բայց պիտի բռնել, ճիշտ բռնել։ Հատկապես որ հիմա social media-ն ձեզ շատ է օգնում այս գործում։ Բայց ամենակարևորը պիտի համեղ հաստատ եւ consistent։ Չես կարա համով լնես, անհամով լնես։ Պետք է պահպանես նույն էդի է խաղի մեջ consistency-ա պետք։ Իսկ ինչպես պահպանել։ Պետք է Ինչ պիտի բանը խոհարարը չփոխվի։ Չէ։ Բա ինչ պիտի լինի։ Պետք է դու այս մեր partner-ի բառն եմ հիշում, ասում եմ մարդկանց հետ լավ եղի, productive-ն դժվար եղի։ So որ մարդկանց հետ լավ լինես աշխատողների հետ, իրանք հետի կֆրցնեն հետի հետ 1000 ձևով լավ կվերադարձնեն։ Քանի աշխատող ունեք։ Հիմա մենք 6 ենք։
Իսկ դուք սպասարկում եք առիթներ, օրինակ, որ եթե մարդը ուզում է Վերջինս որ արեցի Լաս Վեգաս թռանք, մի հատ կորեացի նորից շեֆ կա, անունը Դեյվիդ Չենգա։ Ինքը ռեստորաններ ունի, Momofuku Նյու Յորքում, Լաս Վեգասում, թռցրին Վեգաս, այնտեղ գնացինք Cosmopolitan հոթելում, մեր խորովածի հավի կոտլետով, ես այնտեղ իկրայով, հետո black truffle-ով, այնտեղ բան տվեցի, շատ համով է։ Տենց անում ենք, բայց պետքա օրվա վերջում իմ ժամը դու վճարեն, բնական է։ Եվ դրանից առաջ Los Angeles Times-ի համար դեկտեմբերի 9-ին 101 ամենալավ ռեստորանների մեջ ենք մենք Los Angeles-ում, Mini Kebab-ը։ Մեզի գնացինք այնտեղ Palladium-ում, այնտեղ մեր այդ Caesar wrap-ը տվեցինք, նորից Sevi Crab-անով տվեցի համովեր։ Ես որ գամ ձեր տուն խորոված եփեմ, ռեստորան պետք է փակեմ։ Իմ ռեստորան փակելը էդի հաճախորդ եմ կորցնում։ Այնպես բանա, որ ամեն մեկի համար չեմ կարող անել։ Հասկացանք, եթե ուզում եք Mini Kebab-ը գա ձեր տուն, ապա գումար հավաքեք, որպեսզի կարողանանք հասցնել։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության գիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Դու հեչ ռեստորանի մեջ աշխատել ես։ Ես չէ։ Չէ։ Ես դերասանուհի եմ։ Հա։ TV host եմ Հայաստանից եկած, բայց ռեստորանում երբեք չեմ աշխատել։ Բայց օրինակ հետաքրքիր է, որ դուք մտածում եք, որ եթե հաղորդավարի ես եմ, ուրեմն պիտի ես ռեստորանի մեջ։ Well, maybe experience of չես իմանում։ Ինձ թվում է այս podcast-ից հետո ես կարող եմ ինչ-որ տենց սկսեմ զբաղվել, որտեվ սկսել եմ սիրել այս ամեն ինչը, հետաքրքիր է ինձ, լսում եմ ուշադրությամբ։ Արմեն ջան, ես ուզում եմ ձեզ նորից շնորհակալություն հայտնել, որ եկաք։ Ես եմ շատ շնորհակալ ձեր ժամի համար եւ ես ամեն ինչի համար շատ շնորհակալ եմ։ Մեր համայնքում արդեն Արմենին էլ ավելի շատ մարդիկ են ճանաչում այս զրույցից հետո, վստահ եմ, որ իսկապես համեղ ուտելիք են մատուցում, այնպես որ այցելեք, փորձեք եւ կիսվեք։ Իսկ դուք, եթե չեք դիտել մեր նախորդ էպիզոդները, ապա առաջարկում եմ անպայման լրացնել այդ բացը։ Մեզ կարող եք դիտել, հետևել Instagram-յան, Facebook-յան տիրույթում եւ ապա YouTube-ում ամբողջական տարբերակը դիտելու համար։ Լավ մնացեք, կհանդիպենք։